Հայաստանը չի պատրաստվում զիջումներ անել Ղարաբաղի հարցում եւ չի գնա մի որոշման, որը հակասում է Հայաստանի շահերին։ Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Սերժ Սարգսյանը։ Թուրքիայում եւ Ադրբեջանում սկսված հակահայ քարոզչությանը դիմակայելու միակ տարբերակը Սերժ Սարգսյանը համարում է աշխարհին ողջ իրականությունը ներկայացնելը։ Ընդ որում, ըստ նրա, այդ հայատյացությունը արդեն առնչվում է ոչ միայն Հայաստանին, այլև ողջ հայությանը։ Բանը ասել է նրան, որ ադրբեջանցիները, թուրքերը փորփրում են տարբեր երկրների պաշտոնյաների կենսագրությունները, փորձելով ճշտել, արդյոք հայկական հետք չկա նրանց կենսագրության մեջ, որպեսզի փորձեն շանտաժ անել, փորձեն նրանց ակտիվությունը կասեցնել։ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով Գերմանիայի ժամաներ հունիսի 21-ից 23-ը։ Դրա շրջանակում նա հանդիպել է նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, ներկայացրել հայ-թուրքական գործընթացի վերջին զարգացումները։ Հայաստան-Թուրքիա հարաբերություններ չկան։ Այսօրվա քաղաքականությունը չի նպաստում մեր հարաբերությունների սկսմանը։ Վերաքննիչ դատարանն այսօր մերժեց Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստ Դավիթ Քիրամինջյանի խափանման միջոցը կալանքը փոխելու մասին նրա փաստաբան Մելանիա Արուստամյանի միջնորդությունը։ Կալանավորումը անհիմն է, որոշումը անհիմն է, չպատճառաբանված։ Տիկին Արուստամյանը վերաքննիչ դատարանի մերժումը համարում է ձևական եւ այն պատրաստվում է բողոքարկել վճռաբեկ դատարան։ Փաստաբանը նաեւ պահանջում է բժշկական հետազոտության ենթարկել Դավիթին։ Սուր գլխացավեր ունի, որոնց չի դիմանում, նույնիսկ որոշակի ցավազրկող դեղերի օգտագործումից հետո էլ ինքը չի դիմանում։ Դավիթը ձերբակալվել է մայիսի 31-ին Սարյանի արձանի հարակից տարածքում, երբ Հայ ազգային կոնգրեսի անդամները փորձում էին մտնել եւ զբոսնել Ազատության հրապարակում։ Նրան մեղադրանքի առաջադրվել քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասով խուլիգանություն կատարելու համար։ Ես հետո տեսել եմ, թե ինչպես է Դավիթին գցել գետնին ու հարվածում։ Մի քանի հարվածներ էլ ես կերել եմ իմ այստեղից, նույնիսկ ամբողջ մարմինս կապտած, որտեղ ես ուզում էի Դավիթին փրկել այդ հարվածներից։ Դավիթի հայրը նույնպես գտնում է, որ իր որդին որևէ հանցանք չի կատարել։ Իսկ որն է նրանց որդու ձերբակալության պատճառը, ծնողներն ասացին։ Սեփական կարծիք ունենալ, արդարության կողմը լինելու համար։ Որտեւ ինքը ՀԱԿ-ի երիտասարդներից է, ընդամենը դա։ Դավիթ Քիրամինջյանի ծնողների եւ ընկերների պահանջը մեկն է։ Կարդարացում եւ հենց այս պահին ազատում։ Հենց այս պահին։ Հակառակ կոալիցիայի ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը որոշել է ստեղծել ազնիվ դաշտ։ Կաշառակերության դեմ պայքարել են, պայքարը թղթի վրա է մնում։ Մի հատ չտեսանք արդյունքը դեպի ազնիվ դաշտ, բայց պետք է ստեղծենք, բայց ինչ անենք, մնանք իրանց հույսին։ Հանդապետական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը գտնում է, որ ազնիվ դաշտի գաղափարը լավն է, բայց ուտոպիստական։ Ազնիվ դաշտ ստեղծելու համար անհրաժեշտ է, որ հասարակությունը լինի ազնիվ։ Իսկ արդյոք ՀՀԿ-ն պատասխանատվություն զգում է անազնիվ հասարակության ձևավորման հարցում։ Այո, պատասխանատվություն զգում է եւ ունի։ Պատասխանատու ինչ նկատի ունեք, խղճի խայտ ունեք, հա։ Այսինքն նա պետք է լավ չեք քնում։ Դե մեղավոր եք, ասա մեղավոր են կշտկեք։ Ռաֆիկ Պետրոսյանն ի դեպ անազնվության մեջ մեղադրեց նաև մամուլին։ Այդ ու եւ ձեր ալիքը միշտ չէ, որ ազնվորեն մեկնաբանում են իրադարձությունները, ճիշտ են ներկայացնում օբյեկտիվորեն։ Բոլորին մտցրել եք ձեր ջեբը, մեկին թողում եք խլվելա։ Ձեր ինֆորմացիան ընդհանրապես գրեհիկ խապեպա ինֆորմացիա է։ Որպեսզի շատ չնեղացնի իր ընդդիմախոսին, Տիգրան Կարապետյանն ասաց. Պարոն Պետրոսյանը կապ չունի իմ ասածի հետ։ Ինքը ոչ մի դեպքում չի նպաստում։ Ինքը ընդհանրապես ջունանուշիկ է։ Վիճակագրական նոր տվյալները չեն ոգևորել Կենտրոնական բանկի նախկին նախագահին։ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով այս տարվա առաջին 5 ամիսներին Հայաստանի տնտեսությունն աճել է գրեթե 9%-ով։ Արդյոք մենք 1/10-ով, հա, ավելի լավ ենք ապրում։ Ես կարծում եմ, այստեղ պատասխանը միանշանակ ոչ։ Աճի արդյունքը տեսնում են ոչ բոլորը, տեսնում են առանձին խումբ մարդիկ։ Այս տարվա 5 ամսվա ընթացքում աճ է գրանցվել տնտեսության բոլոր ճյուղերում։ Մինչդեռ 1.2%-ով ավելացել է պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը։ Հայաստանում գործազուրկությունը վիճակագրության պետական կոմիտեի հրապարակված թվերից, ասենք 3-4 անգամ ավելի մեծ թիվ է։ Զբաղված է համարում այն անձը, որը ունի 1 տանձի ծառ։ Անկախ նրանից այդ տանձի ծառը կծաղկի, բերք կտա, չորացել է, բայց ակնհայտ է, որ նա ոչ եկամուտ ունի եւ այլ եւ այլ եւ այլ։ Շինարարության ծավալները եւս 12.5%-ով աճել են։ Մինչև ճգնաժամը դեռ տարեկան քանի հատ տուն բնակարան է շահգործման հանձնում։ Ընդամենը 2000։ Իսկ մեր բնակ ֆոնդը 800,000-ի չափ է կազմում։ Պարզ վերարտադրության համար բնակ ֆոնդի քանի տարի է պետք։ 400 տարի, անհետեթություն։
Ուրանի պաշարների շահագործումը կարող է թույլատրվել միայն համապատասխան փորձաքննությունից հետո։ Այսօր վստահեցրեց էներգետիկայի բնական պաշարների նախարարը, որը բնապահպանների ահազանգը համարում է անտեղի։ Ես ուղղակի ուզում եմ ասել պոպուլիստական բաները, ընդամենը։ Սյունիքի մարզում առայժմ ուրանի հնարավոր պաշարների ուսումնասիրություն է ընթանում։ Բնապահպաններն ահազանգում են, որ ուրանը թե բնապահպանական, թե առողջապահական առումով մեծ վտանգ է ներկայացնում։ Ես ձեզ ասում եմ, այն ինչ որ կա, այն ինչ որ այսքան ժամանակ ասել եմ, մի բան սխալ ասած կա, պաշարները հաստատված, հաշվարկված, որ նա արդեն հանք կոչվի, նման բան չի եղել։ Անկախ նրանից ինչ կլինի արդյունքը, արդեն իսկ ուրանի որոնողական աշխատանքները բնապահպանները համարում են անընդունելի։ Սա արդեն ուղղակի ազգային անվտանգության սպառնալիք է, պարզապես երկրի գոյության սպառնալիք։ Ուրանի պաշարների ուսումնասիրության աշխատանքները շարունակվելու են դեռ 2 տարի։ Հայ-ադրբեջանական սահմանում սանձազերծված ռազմական գործողությունները արդյոք կհանգեցնեն պատերազմի վերսկսմանը, ՀԱՄԵԿ+-ի հարցումը փողոցներում։ Շատ հնարավոր է իրենք կարան ռազմական գործողություններ սկսեն եւ կարծում եմ մենք միշտ պետք է դրան պատրաստ լինենք։ Ոչ ոք չի կարող կոնկրետ ասել ինչ է Ադրբեջանը ցանկանում։ Պատերազմը ոչ մեզ է ձեռք տալիս, ոչ էլ Ադրբեջանը։ Ինչ չի թվում, երևի պրովոկացիա ավելի շատ։ Հայկական կողմում պետք է չլռի եւ լուրջ միջոցներ ձեռնարկի։ Այդ բոլորը սադրանք է, որովհետեւ Հայաստանը հզոր բանակ ունի։ Ադրբեջանը եթե մի քիչ շանս ունենա հաղթանակ անպայման պատերազմ սկսի, բայց ուղղակի դիվերսիա է վեր։ Երբեք այդպես ռիսկի չեն դիմի։ Մենք պակաս զինվորներ չունենք։ Կարծիքով չպիտի նահանջի, որովհետև այդտեղ արդեն զոհեր ունենք մենք։ Մի անգամ արդեն արել են, մի սերունդ խեղվել է, լավ տղաները գնացել են, երկրորդ անգամը չեն ուզում։ Իսկ ցանկացած հարցի լուծում կարելի է անպայման ներքին բնական կարգով խաղաղ պայմաններով լուծել։ Տարին 12 ամիս ջրով լցված տակառներ եւ բազմապիսի տարաներ, ամռանն էլ հավերժ ծարավություն, բարի գալուստ Շիրակավան համայնք։ Այստեղ բոլորի կենցաղը նման է իրար, տարատեսակ լվացքներն արվում են հրապարակայնորեն։ Հենց որ ջուրը սկսում է խմելու համար անպիտան դառնալ, շիրակավանցիների մոտ սկսվում է լողանալու գործընթացը։ Խմելու ջրից վերցնենք, մտնենք կտաշտը, ես ես ճանդիկից։ Լեցեք գարես կլողնամ, ինչ եմ լողնամ։ Ու եթե շիրակավանցիները երազելով մի կերպ հարմարվում են ներկայիս պայմաններին, ապա դժվարանում են նույն կերպ վարվել ոռոգման ջրի խնդրի հետ։ Իսկ արտերը ընդհանրապես մենք չենք ջրել, մենք ջուր չունենք որ ջրենք։ Անձրև կա, որ արտերը ջրվի, ցորեն կարի նեղնի։ Չենք ոռոգի, չենք ցանի։ Կառավարությունը պարզաբանում է, որ դա գլոբալ խնդիր է, լոկալ ձևերով հնարավոր չէ լուծել։ Ու մինչ կառավարությունը գտնի գլոբալ խնդրի ոչ լոկալ լուծումը, շիրակավանցիները արտերկրի ճանապարհն են բռնում, նոր բնակիչներով չեն համալրվում, ու մի բան էլ, հարևան համայնքներից այստեղ հարց չեն տալիս, ով կուզենա կլոր տարին լինել ջրի կարոտ։